Այսօր Մասիս համայնքում հանդիպում են կազմակերպել Սիս գյուղում, որտեղ շատ արցախցիներ են ապրում եւ իրենց հուզող հարցերի շուրջ հանդիպում են կազմակերպել։ Եթե մենք ուզում ենք Արցախ վերադառնալ երբևիցե, մարդիկ պետք է այստեղ հավաքական կոմպակտ ապրեն, որպեսզի հետո հավաքական կոմպակտ ընտր գնան, որ ցրվեն, իրար կորցնեն, ոչ մեկ էլ չի վերադառնալ։ Ավելի լավ է փախստականի կարգավիճակում ես պահանջես Արցախը, քան թե ընդունեմ Հայաստանի քաղաքացիություն։ Դու կարաս Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունես ու շարունակես պահանջել Արցախի վերադարձը։ Դա մեկը մյուսի հետ կապ չունի։ Եթե դու ուզում ես վերադառնալ Արցախ, ուրեմն մենք այդ իրավունքը պետք է իրացնենք։ Այստեղ քննարկել ենք առաջինը քաղաքացիության հարցը, որ արցախցիներին ամենաշատն է հուզում, քանի որ ցանկանում են մասնակցել ընտրություններին եւ իրենց ներդրում ունենան պետակաշինության հարցում։ Հաջորդ հարցը բնակարանների խնդիրներ, որ էլի առաջնային է իրենց համար, բազմազավակ ընտանիքների խնդիրներն են եւ այսպես խնդիրները բազմաթիվ են։ Զրույցների ընթացքում մենք հասկացանք, որ արցախցու կամքը անկոտրուն է եւ մենք շարունակելու ենք պայքարել լինի այս իշխանությունների դեմ, թե իրենց հեռացնելուց հետո պետք է միայն զբաղվել պետակաշինության հարցով։ Գործող իշխանության ղեկավարը Նիկոլ Փաշինյան Եվրոպական պարլամենտում Ստրասբուրգում ելույթ ունենալուց ասել է, որ արցախահայերի վերադարձի հարցը հատված է։ Արցախահայերը պետք է մնան Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա եթե դուք չեք ուզում, որ այդ հարցը փակվի, չեք ուզում, որպեսզի երբևիցե վերադարձի իրավունքը հնարավոր լինի իրագործել, պետք է գնալ ամեն ինչ անել, որպեսզի այդ մարդը չվերընտրվի, որպեսզի ընտրվեն այն մարդիկ, որոնք հակառակն են ասում, ոնց որ մենք ենք հակառակ ասում, որ Արցախի վերադարձի իրավունքը պետք է լինի բանակցային սեղանին, առանց դրա ոչ մի խաղաղության պայմանագիր։ Ես ինքս պիտի վերադառնամ իմ հայրենիք, այնտեղ արարեմ, այնտեղ ստեղծեմ այն, ինչ կիսատ եմ թողել։